Ողջույն հարգելի դիտողներ, դուք դիտում եք 2X մասնագետներ ոդկասթը, այս ոդկասթների շարքը կոչվում է 2X, որովհետև մենք այս ստուդիայում միշտ լինել ենք երկուսով, երկուսս էլ մասնագետ, եւ իհարկե 2X-ը, որովհետև ես խորհուրդ եմ տալիս դուք միանգամից հիմա արագությունը դնեք 2X-ի վրա, որովհետև ոնց նկատեցիք ես դանդաղ եմ խոսում։ Պոդքասթների շարքի իմաստը այն է, որ մենք հանդիպել ենք տարբեր մասնագետների, տեխնոլոգիական ոլորտի լավագույն մասնագետների եւ իրենց հետ հասկանանք, թե ինչով են նրանք զբաղվում, որ ձեզ էլ ավելի հեշտ լինի մասնագիտություն ընտրել։ Ես Նարեկ Նեմասլիկյան, Armenian Code Academy հիմնադիր եւ տնօրեն, եւ այսօր մեր հյուրն է Դավիթը Պետանյան, ACA դասախոս, ACA UX ուղղության ղեկավար եւ Լինոն կազմակերպության դիզայնի ղեկավար։ Ողջույն Դավիթ։ Բարև ձեզ։ Մենք այտենց մեմում ենք, որ ասում ենք Line-ն, բայց իրականում այդ ընկերության անունը Լինոն է։ Լինոն է, ճիշտ ասել։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Իսկ որ բառից է։ Lin, Henvel, Լինոն։ այո, Henvel Դավիթի վրա։ Henvel Դավիթի վրա։ Շատ լավ։ Այսինքն ամբողջ կազմակերպությունը հիմա հենվում է քո վրա։ Չէ, այդ իրականում չեմ ուզում, բայց կազմակերպությունը հենվին վրա։ Ինչքանով է դիզայները կարևոր մասնագիտություն ու կարևոր դեր խաղում այդ կազմակերպությունում։ Այդ այնքան հաճախ է փոխվում այդ կարևորությունը, կախված տեխնոլոգիական զարգացման հետ կախված ժամանակաշրջանի, կախված նույնիսկ աշխարհում աշխարհաքաղաքական վիճակի հետ դիզայների մասնագիտությունը տատանվում է այս կամ այն կողմ։ Հիմա օրինակ հաշվի առնելով այս բոլոր AI-ական թարմացումները, դիզայների մասնագիտությունը կարելի է ասել տենց անփոխարինելի մասնագիտություն է, որովհետև իմանալով այն բազան, որ քեզ պետքա դիզայն խնդիրներ լուծելու համար, դու կարաս օգտագործես լիքը արդեն ավտոմատացված tool-եր ու ցանկացած այլ խնդիր լուծես, որը առաջ պետքա դիմեր ուրիշ մասնագետի օգնությանը։ Հետո բացի դրանից դիզայների մասնագիտությունը այդ լավ կյանքի դպրոց է, որը մարդուն սովորացնում է խնդիրներ լուծել, ու խնդիրներ լուծելը այսօր մեր ամենամեծ պահանջներից մեկն է կյանքում, որովհետև շատացել է ինֆորմացիան, շատացել են մարդիկ, շատացել են պահանջները ու բնականաբար շատացել են խնդիրները, այդ խնդիրները լուծող մարդիկ էլ են մարդկանց նկատմամբ պահանջարկները ավելացել ու դիզայները ոնց որ այն մասնագիտություններից մեկն է, որին հստակ պահանջ են դնում կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Այդ խնդիրներից կարաս պատմես ավելի մանրամասն առօրյայում ինչ խնդիրներ ես լուծում ընդհանրապես։ Դա սա ես խնդիր լուծել սովորելուց սկսած մինչև խնդրի լուծումների կատարելագործումը անդադ թե կենցաղային հարցերում, թե գործնական հարցերում, թե ինչ որ սոցիալական ասում են social good, հա, ինչ որ լավ մարդասիրական գործունեության մեջ անդադ ինչ որ խնդիրների են բախվում, որոնք որ ուզում են լուծում։ Լուծումը այս պարագայում տերմինա, որը որ մարդիկ տարբեր ձև են մեկնաբանում, բայց լուծումը կանանք մեկնաբանենք սենց խնդրի իսպառ վերացումը այդ խնդրի լուծումն է։ Այսինքն եթե մենք կարողանում ենք խնդիրը հասկանալ նենց դետալորեն, որ լուծումն էլ տանք նրա մինչև նրա իսպառ վերացումը, ուրեմն մենք այդ խնդիրը լուծել ենք։ Այդ օր մի հատ առիթից օգտվելով ոնց որ ասեմ այլ կերպ ոնց են մեկնաբանում, հա, խնդիրը լուծումը այլ կերպ մեկնաբանում են այդ խնդիրը բերել ինչ որ վիճակի։ Այսինքն օրինակ Հայաստանում շատ ընդունված պրակտիկա է եկած տարբեր մակարդակներից, որ ոչ թե լուծում են խնդիրը, այլ լուծում են այդ խնդրի ստեղծած խնդիրները, հա, հետևանքները ու ասում են որ խնդիրը լուծեցին, բայց խնդիրը չի լուծվել, դրա համար խնդիրները էլի են առաջանում, հետևանքները էլի են առաջանում ու այն շարունակական ոնց որ տանի լուծումների շարքը առաջանում։ Մենք խնդրի լուծում ասելով դիզայներներս հասկանում ենք խնդիրը լավ հասկանալ, որտեղ ոնց որ մեծն ասել, խնդիրը հասկանալը դա լուծման կեսն է ու խնդիրը հասկանալուց մենք նաև հասկանում ենք թե ինչ լուծում տանք այդ խնդրին, որպեսզի խնդիրը իսպառ լուծենք։ Հետո ինչ դիսոնանս առաջանում մարդկանց մոտ, ոնց որ իրանք ակնկալում են լսեն, որ դիզայները սիրուն բաներ է նկարում, ինչ
ինչ որ ինտերֆեյսեր է պատրաստում եւ այլն, Ալվորը մեկ էլ հայտնվում է փիլիսոփա Դավիթը ու պատմում է խնդիրներ լուծելուց։ ես որ հայլումոտ բարապում եմ այդ փիլիսոփայի ամպլուան փորձում եմ հանեի վրիցս որ ավելի տենց առարկայական խոսա իրականում փոքրիկ disclaimer դիզայներների մեծ մասը սիրուն ինտերֆեյսներ չեն նկարում Որտեվ գեշեն որովհետև լիքը ինտերֆեյսներ կան որ տեսանելի չեն պլյուս լիքը խնդիրներ կան որոնք որ ինտերֆեյսային լուծումներ չեն պահանջում ու եթե խոսանք տարբեր դիսցիպլինայի դիզայնների մասին ամեն դիզայն չի որ ընդհանրապես ինտերֆեյսի կամ վիզուալ ինչ որ թելադրանքի մեսեջի հետ աշխատում հա լիքը դիզայներ կան որ ընդհանրապես իրանց մեջ վիզուալ չեն պարունակում այլ չեմ ասում որ հենց հիմա տենդենսը գնում է դեպի դիզայն որի ինտերֆեյսը մարդու ուղեղում է հա մենք պատկերացնենք մենք թելադրենք համակարգը ստեղծի խնդիրները լուծի մեր համար ինչ որ առաջադրանքներ կատարի Դες ես կարծրատիպով կիսվեցի բայց կարծում եմ ընդհանրապես ընկալում կա որ դիզայները շատ ավելի նեղ ինչ որ մասնագետ է քան իրականում ինքը կա այսինքն փաստացի դիզայները կարա լինի graphic designer, կարա լինի UI UX designer, product designer, կարա լինի game designer, որը ընդհանրապես դիզայնի հետ գրեթե կապ չունի, instructional designer նույնիսկ կա մեր ոլորտում։ Կամ էլ կան դիզայներներ, որոնք օրինակ մեքենաներ են դիզայնանում, ինքը լրիվ ինժեներ է։ Այսինքն Կարանք սկսենք նրանից, թե Հայաստանում այս պայդրությամբ ինչ դիզայներների մեծ կարիք ու պակաս ունենք ըստ քեզ։ Եթե թույլ կտաս, սկսեմ մի քիչ ավելի հեռվից։ Նախ դիզայնը հայերեն թարգմանվում է որպես նախագծել։ Այդ իդեալական բնութագրումային ինչ որ դիզայները անում է, որովհետև այն կարծրատիպը որ դիզայնը դա սիրուն պատկերներ նկարելու, իրար հետ համադրելու, ասենք մի քիչ ավելի զարգացած շրջանակներում ասում են նույնիսկ էրգոնոմիկայի վրա աշխատելն է, դա դե բնականաբար տենց չի, բայց երբ որ դու նայում ես նախագծելու տեսանկյունից, դու հասկանում ես, որ ընդհանրապես դիզայնը դրա հետ կապ չունի, դա ընդհանրապես դիզայնի պատճառահետևանքային ինչ որ մի հատ տեսք է, վիզուալ տեսք է, որ կարա լինի, կարա չլինի։ Նախագծելը վերաբերվում է լիքը տարբեր բաների, օրինակ process-ներին։ Օրինակ, ինչպես դու կնախագծեիր քո օրը, որը դու անցկացնելու ես սկզբից աշխատանքի վայրում, հետո ջիմում, հետո ընտանիքիդ հետ, նենց որ այդ տեղավորվիկ 24 ժամվա մեջ դու հասնես մի քիչ քնես։ Այդ դիզայները երբ որ խնդիր է լուծում, երբ որ իր մոտ այդ խնդիր լուծելը դառնում է սովորություն, այսինքն ինքը դրանով սկսում է ապրել։ Ինքը նաև սկսում է լուծել իր անձնական խնդիրները, շատ հետաքրքիր մի հատ բենեֆիտ է էլի կյանքում, որոնք որ իրականում լիքը մարդիկ տենց էլ չեն կարողանում լուծել ու ոչ մի բան չեն հասցնում կամ հասցնում են 90%-ով լավագույն դեպքում ու դրանից դժբախտ են լինում։ Տեղ վերադառնալով ինչ պահանջարկ կա Հայաստանում, հա, Հայաստանում կա պահանջարկ խնդիր լուծող մարդկանց։ Տարբեր ընկերություններ, մենք մեր տարբեր թոքերի ժամանակ խոսացել ենք օրինակ design maturity-ից հայկական ընկերություններին, որտեղ ասել ենք, որ 5 մակարդակի maturity սանդղակում մեր մոտ լավագույնս երկրորդ մակարդակն է ու տենց ինչ որ մի ձեռի մատերի քանակով ընկերությունների մոտ կա 3-րդ, 4-րդ մակարդակը, հա։ Իսկ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ընկերությունը հստակ գիտակցում է դիզայնի կարևորությունը ու հենց ուտիլիզացնում է այդ ռեսուրսը նենց, որ մաքսիմում դրանից օգուտ է քաղում։ Այդ շատ կարճ եւ բան կացինային մեկնաբանություն էլի, որովհետեւ ես դրա մասին խոսում եմ 2-ից 3 ժամ, էլի։ Ու խնդիր լուծող մարդկանց տարբեր ձև են անվանում։ Երբ որ նայում ենք LinkedIn-ում կամ, չգիտեմ, տարբեր աշխատանք փնտրելու վայրերում, կայքերում, թե ոնց է գրած այդ խնդիր լուծող մարդկանց անունը, այնտեղ կա product designer-ներ, UX UI designer-ներ, interior designer-ներ եւ այլն, տարբեր դիսցիպլինայի դիզայներներ։ Պահանջարկը գնալով շատանում է, նաեւ շատանում են ոչ full time, ոչ օֆիսային on-site sense աշխատող դիզայներների նկատմամբ հետաքրքրությունները ու դրանից ուրիշ պատկեր կա ինտերնետում, ուրիշ պատկեր կա իրականության մեջ։ Այդ այնց ասեմ էլի, օրինակ եթե վերցնենք մեր ներքին ստատիստիկան մեր ուսանողների, որը որ ես հստակ վարում եմ իմ ուսանողների համար, ամեն խմբից իմ գոլը 28-ից 5 դիզայներ ունենալն է, տխուր իրականում կարող հնչի, բայց ես ուզում եմ 5 դիզայներ ունենամ, այդ իմ համար sense իդեալական արդյունք է, որովհետև դե համել conveyor չի, էլի չենք ուզում տպենք
անունը դրենք դիզայներ, բայց այդ մարդիկ գնան օգուտ չտան, էլի։ Բայց փորձը ցույց է տալիս, որ կեսից ավելը զբաղված են։ Ու իրանք հիմնականում զբաղված են ֆրիլանս աշխատանքով, հիմնականում պատվերներ ունեն, երբեմն իրանք են պահանջարկ ստեղծում, այսինքն լիք ընկերություններ կան, բիզնեսներ կան, որոնք որ չգիտեն էլ որ կարան sense լավ բան ունենան ու դա իր բիզնեսին օգուտ տա, մեկ է դիզայները հայտնում է, ասում է, բա կարամ գումար conversion ստեղծեմ։ Էլ ասում է, բա ուր է։ Sense հետո կան այլ տարբեր դիզայնական մասնագիտություններ, design related, որոնք էլի խնդիր լուծող մարդիկ են։ Ոստեղ մի հատ շատ կարևոր նյուանս կա, որը որ աշխարհը որպես benchmark եթե ընդունենք, հա, ասում ենք Հայաստանը հետ է ինչ որ հարցերում եւ այլն, բայց այդ մի հարցում Հայաստանը միշտ առաջ է եղել, այդ աշխարհը միշտ տարանջատել է դիզայնը ավելի նեղ մասնագիտությունների։ Այս դիզայներ, այն դիզայներ եւ այլն, բայց ոնց որ ծրագրավորման մեջ նենց էլ դիզայնում, եթե դու դիզայներ ես, կոմոդ տարբերությունը սկիլերի մենակ հիմնված է սինտաքսի իմացության վրա։ Դու կոդը գիտես, ծրագրման լեզուն գիտես, հա, այս մասնագետնես կամ այդ մասնագետնես, բայց որպեսզի լավ մասնագետ լինես, դու պետք է բազան հասկանաս։ Ոնց է դա դիզայնի սինտաքսը որն է։ Դիզայն սինտաքսը այս պարագայում որոշ գործիքներ են եւ որոշ հմտություններ են, որոնք որ կոնկրետ ոլորտի հետ են կապված, որոնք որ կարելի է սովորել։ Այստեղ այդ կարևոր նյուանսն է։ Ես հստակ միշտ ամենտեղ ասում եմ, որ տաղանդը դա շատ սուբյեկտիվ երևույթ է, երբ որ ասում են մարդը տաղանդավոր է, ընդհանրապես դա ոչ մի եղանակ չի փոխում, էլի ու հակառակ եթե մարդը առանց տաղանդ է ծնվել, այդ չի նշանակում, որ ինքը ինչ ուզես չի կարա դառնա։ Այստեղ միայն արագության, ընկալման արագության ու իրերին հարմարվելու հարցն է։ Մեկը փոքր վաղ մի քանի բան տեսել է իր նեյրոնային կապերը ճիշտ են ձևավորվել, այսօր ավելի հեշտ է ընկալում։ Մյուսը ընկալում է փորձի հիման վրա 10000 ժամ ծախսում է ու դառնում է լավագույնը, բայց ընդհանրապես իր մոտ այդ պայթյունը չի եղել ու բայց արի հասկանանք մարդ ինչ պետք է ունենա ի սկզբանե, ինչ հատկություններ պետք է ունենա, ինչ հետաքրքրություններ, հմտություններ միգուցե, որ համոզված լինի, որ ես կարող եմ դառնալ դիզայներ։ Okay, abstract հարցը անկեղծ ասեմ, որովհետև նորից ինչ որ մեկը գույնային սպեկտրը ավելի լայն է տեսնում։ Ու իր գույնի ընտրության process-ը ավելի հեշտ է արվում նույնիսկ թեորեմը չիմանալու դեպքում։ Ես սովորացնում եմ թեորեմը։ Ես ասում եմ ցանկացած մարդ, որը իմանա SSS կանոնները, կարա ճիշտ գունային համադրություն ստեղծի, տրենդային գույներ օգտագործի, background foreground-ը ճիշտ կոնտրաստով օգտագործի եւ այլն, ու կախված չի նրանից, թե դու գույնը ոնց ես տեսնում։ Դու կարաս դալտոնիկ լինես, բայց ծրագրի օգնությամբ այդ ամեն ինչը անես, փաստացի էլ։ Հետո աշխատասիրության հարց կա։ Բոլոր մասնագիտությունների մեջ, եթե դու ուզում ես ինչ-որ մի բանի հասնես, դու պետքա լինես համառ աշխատասեր ու երբեմն չգիտեմ ոնց են հայերեն ճիշտ դա ասում, բայց թքած ունենաս ամեն ինչի վրա հավատաս, որ դու դա կարաս անես։ Այդ ոնց որ միշտ աշխատող մեխանիզմ է, աշխատասիրությունը, համառությունը, մեկ էլ պնդաճակատություն, շնորհակալություն, ուզում ես զորբայություն ասեմ, էլի։ Պնդաճակատություն, որովհետև հասարակությունն էլ սիրում է մարդկանց կոտրել ու այդ մենակ մեր մոտ չի, միշտ տենց է, եթե դու քո մոտ մի բան ստացվում է ոչ նենց ոնց ուրիշների մոտ, մարդիկ դրան մի տեսակ թարս են նայում, էլի։ Կա օբյեկտիվ ճաշակ հասկացություն։ Ես կարամ անճաշակ լինեմ։ Դու կարաս լինես անճաշակ, եթե դու չես նստում ու մտածում քո ճաշակի մասին, այսպես պատասխանեմ, այսինքն ցանկացած դեպքում կան որոշակի տրենդեր ու կա լայն հասարակության կարծիքը, հա, ճաշակն էլ թելադրվող երևույթ է, այսօր Google-ը ստեղծում է մի հատ նոր տրենդ, սաղ աշխարհում դա ասոցացվում է ճաշակի հետ, կամ չգիտեմ, Pantone գույնը, տարեկան մի հատ ինչ որ գույն, այս տարի ասենք բանի մեծ շատ հայտնի էմոջի գույնն է վերցրել ու բոլորը հպարտանում են, ուրախանում են, այդ գույնով են հագնվում, իրանց երեխեքին այդ գույնի փուչիկներ են ծննդին առնում եւ այլն, բայց դա տրենդ է, լայն հասարակությունը ընդունեց, ուրեմն դա ճաշակն է։ Միաժամանակ կա այն անցավ բիսպրոյգրշնի ոնց է հայերեն ճաշակ հասկացությունը, որը մինիմալիզմն է, դա էլ ճաշակ է, որը հասու է ուղեղին, այսինքն քիչ դետալներ, քիչ վերլուծություն, ավելի շատ մարդուն ծանոթ փաթրները բերում են նրան, որ մարդու համար դա ավելի էսթետիկ է թվում ու ասում է, որ դա ճաշակով է։ Դրա համար մինիմալիզմը ամենտեղ միշտ
Բայց ընդունելի է ուղեղը ավելի հեշտ է ընդունում։ Բայց իրականում կա ջազ երաժշտությունը, որը որ մարդկանց մեծամասնությունը վանում է չի սիրում, որտեղ իրենց ուղեղը դա չի ընկալում, կա 6-8-ը կամ նույն հիփ-հոփը կամ մեկ այլ սիստեմատիկ կրկնվող կտորներից կազմված երաժշտություն, որը որ բոլորին հաճելի է, որտեղ ուղեղի համար դա հեշտ մարսվող ինֆորմացիա է, էլի։ Այդպես։ Հիմա անճաշակ մարդը այն մարդն է, ով որ իր ճաշակի մասին չի մտածում, այսինքն խեմ ես սա սիրում, իսկ արի փորձեմ ես սիրել մեկ ուրիշ բան։ Կարող է դուրս չգա, ու օբյեկտիվորեն մարդիկ կան, որ սիրում են ռաբիզ երաժշտություն, ու իրանք ճաշակով մարդիկ են, ոչ ման չես կարանես դրա հետ։ Որովհետև իրանք փորձել են, հասկացել են, որ չէ, սա է իրանցը, եւ իրանց ճաշակը իրանց ճաշակն է, ոչ մեկին չեն ստիպում, համոզում, իրանք մնում են իրանց կարծիքին, այդ մարդիկ եկե հասել են նրան, որ դա իրանց ճաշակն է։ Բազան հասկացանք, որ մարդ պետքա կարողանա խնդիրներ լուծի, ուզենա խնդիրներ լուծի, ինքը չվախենա խնդիրներ չվախենա, պնդաճակատ լինի, աշխատասեր լինի, բայց արի հասկանանք նաև ինչա նշանակում design thinking-ը, շատ կարճ։ Այսինքն արդյոք դա բազայի մեջ է, թե դա այնպես բան է, որ կարելի է ուղղակի մտածելակերպ փոխել, մոտեցումը խնդիրների ու սովորել design thinking-ը։ Ես design thinking-ը երկու design thinking-ների բաժան եմ։ Հա կա գրքային design thinking, որը որ process-ներ է թելադրում SSS, կա design thinking, որից այդ գրքայինը առաջացել է, այդ մտածողությունն է, որի մեջ կարևորվում է խնդիրը հասկանալը, կարևորվում է այդ խնդիրը փոքրացնելը դեպի սեգմենտավորված ու հստակ լուծելի չափի, այսինքն ոչ թե խնդիրը լուծենք նենց, որ բոլորը բավարարված լինեն 5%-ով, այլ խնդիրը լուծենք նենց, որ 5%-ը ամբողջությամբ բավարարված լինի։ Ու նաև խնդրի լուծմանը հետևողական լինելն է, այդ որ մենք ասում ենք testing, հետևողականությունն է։ Արդյոք իմ լուծումը նպատակին հասավ, ինքը լավն էր, հաջորդ անգամ պետք է այդ լուծումը տալ թե չէ, ու հետո խոսում ենք արդեն իտերացիայի մասին։ Այսինքն շարունակականություն է պետք, որպեսզի process-ները կրկնվեն, որպեսզի մենք ստանանք լավագույն արդյունքը։ Ու եթե վերադառնանք design thinking-ի փիլիսոփայությանը, այս արդեն ոչ գրքային եմ խոսում, նաև ավելի շատ երևի սեփական փորձի հիման վրա, այստեղ խոսքը գնում է ինչ-որ մի բան հղկելու մասին։ Եթե նայենք տիեզերքում ամենահղկված օբյեկտները կլոր են, չէ՞։ Դրա մեջ կա շրջանաձևություն, դրա մեջ կա իտերացիա, ու եթե տիեզերքը ունի այդպես միլիարդավոր տարիների պատմություն, ու ինքը ամենահղկված օբյեկտները կլոր է ստեղծել, նշանակում է այդ կլորի մեջ որոշակի խորհուրդ կա, էլի։ Մի բան հասկանում է, չէ՞, տիեզերքը։ Մի բան հասկանում է տիեզերքը։ Եթե ինչ-որ մեկը մի բան հասկանում է, այդ տիեզերքն է, ասենց ասենք։ Որտեւ իր բազան ամենամեծն է, էլի կարելի ասել։ Ուրեմն, եթե քառակուսիա մեջը կլոր է, եթե քառակուսիա, ուսկա որ կարա մեջը կլոր լինի։ Okay։ Ինչ արդյունք կա այդ մտքի։ Արդյունքը այնա, որ պետքա լինի հղկումը պահանջում է կրկնվող փուլերի հաջորդականություն։ Եթե մի բան ուզում ենք անենք լավ, պետքա իրան անենք, ու ավելացնելով դրան, որ խնդիրը պետքա իրոք հասկանալու համար է դա լուծվում, այդ human centered design գաղափարը, հա, մարդակենտրոն դիզայնի գաղափարը, մենք գալիս ենք նրան, որ ձևավորվում է մտածողություն, որտեղ կենտրոնում մարդն է, կա քայլերի հերթականություն։ Այդ քայլերի նպատակն այնա, որ տանք լավագույն լուծումը ամենակենտրոնացած հենց այդ մարդու համար նախատեսված, ու այնքան անենք, մինչև հասնենք կատարելության։ Քո նկարագրածը գիտես չէ՞ որ մենակ դիզայնի մասին չի։ Իհարկե, ցանկացած մասնագիտության մասին։ Նախագծելը դիզայն, մենակ դիզայնի մասին չի, արտաքինի մասին չի։ Նախագծելը նրա մասին է, թե ոնց դու բերես տրամաբանական լուծման այն ինչը որ քո համար նախապես խնդիր է եղել։ Ես փորձում եմ զուգահեռ թարգմանեմ ամեն ինչ դու ասում ես, որ ուրիշ ինչ որ տերմինների հետ համընկումներ գտնեմ։ Փաստացի դու ասում ես նախագծող, դա դիզայներն է, բայց նախագիծը դա պրոյեկտն է։ Խնդիր լուծող, փաստացի շատ հաճախ խնդիր ու տարբեր խնդիրներ լուծողը, դա project manager-ն է։ Այո։ Այսինքն ոնց են այդ երկու ինչ անում project manager-ը։ Project manager-ը պլանավորում է, կազմակերպում է, աշխատում է տարբեր մասնագետների հետ, որոնցից ամեն մեկը լուծում է որոշակի խնդիր։ Ու մեկի խնդիրը դա խնդիրը հասկանալն է, մյուսի խնդիրը դա խնդիրը վիզուալիզացնելն է, ասենք տալ վիզուալ լուծումն է, օրինակ եթե ինչ որ
կայք կամ հավելված են սարքում, երրորդի խնդիրը դա թեստավորելն է, չորրորդի խնդիրը դա կոդավորելն է եւ այլն ու փաստացի նույն խնդիրը անցնում է մի քանի փուլով ու եթե վերադառնանք agile մեթոդաբանությանը տարբեր այլ իտերատիվ լուծումների մեթոդաբանությանը, մեկը ինքը էլի հղկվում է։ Okay. Շանս կա, որ մենք ամենալավ ձևով դա կլուծենք, շանս կա, որ մենք ինչ-որ թերություններ կունենանք ու թերությունների դեպքում տրամաբանական է, որ այն վերադառնա այն կետը, որտեղ որ թերացել է։ Okay. Ես ուզում եմ մի քիչ խոսանք ապագայից, բայց մինչև ապագայի մասին զրույցը սկսելը մատ կարաս բաժանես ինչ դիզայներ կարա հիմա երիտասարդը Հայաստանում դառնա, օրինակ խոսացինք product design-ից, graphic design-ից, ինչով են իրանք տարբերվում, կարաս շատ կարճ մի երկու նախադասություն ամեն մի ուղղության մասին, որ ուղեղում սա դասավորվի։ Graphic designer-ը աշխատում է այն հաղորդագրության վրա, որը փոխանցվելու է գրաֆիկական նյութերի օգնությամբ, դրանք տպագրական նյութերն են, տարբեր գովազդային նյութերն են, բրենդային նյութերն են, որոնք որ կարանք հանդիպենք տարբեր տեղերում։ Օրինակ լոգո, պոստեր, իկոնկա, բաներներ, գովազդային բաներներ, տարբեր երբեմն իլյուստրացիաներ, պատկերազարդումներ, այսպես ասած։ Եվ գրաֆիկ դիզայները նաև ընդհանուր աշխատում է բրենդի կայացման վրա, այսինքն այդ բոլոր թվարկածները, դրանց հետևը թաքնված միտքը ու այդ մտքի արտահայտումը, ինչն է շատ կարևոր, այսօր ինչն է մեզ շատ պակասում, որ ինչ որ բան կարելի է շատ սիրուն նկարել, բայց չփոխանցի ընկերության, բիզնեսի կարիքները, ցանկությունները կամ ավելի ճիշտ կլինի ասել գաղափարները իր օգտագործողին, հա, այսօր մենք ստեղծում ենք լոգո, որը նախատեսված է ջիմի համար, մարզասրահի համար։ Ինչ է այդ լոգոն փոխանցելու։ Լոգոն ու իր հարակից նյութերը, հա, ինչ են իրանք փոխանցելու։ Իրանք փոխանցելու են, որ դու գալու ես մեր մոտ, ձեռք ես բերելու սպորտային կազմվածք, առողջություն, ինքնավստահություն, ինստագրամյան նկարներ եւ այլն, չէ՞։ Մեկ էլ գալիս է լոգոն, որի մեջ բան է, մի հատ մուսկուլ է ու օքեյ, ինքը ցույց տվեց, որ դու կարաս ձեռք բերես մեր մոտ ուժ։ Ես եկել եմ Նիհարը, չէ՞։ Ու տարբեր ծայրահեղություններ կան իրականում, էլի։ Դրա համար մենակ լոգոյով հարցը չի լուծում, դրա համար սարքում են դրա հարակից նյութերը ու փորձում են փաթեթով այդ հարցը լուծեն, նաև կայքի միջոցով, նաև այլ տարբեր բրենդային էլեմենտների միջոցով։ Ու էլի եթե դու չես արտահայտում այն միտքը, որը որ քեզնից պատվիրել են, դու այդ խնդիրը չես լուծել։ Հիմա վերադառնանք մյուս մասնագիտությունը՝ UI UX designer, UX UI designer, product designer, միտեղ ասում են interaction designer եւ այլն, ով ինչ ուզում է ասի, դրանք արհեստացին մասնագիտություններ են, որոնք մի բանից են դուրս եկել ու քանի որ միտեղ պահանջները ընկերության կողմից այս են եղել, մյուստեղ մի ստորակետով տարբերություն են տվել, այդ ընկերություններն էլ հեղինակություն են ունեցել, որոշել են, որ կարելի է նաև առանձնացնել, էլի, ընդունենք այն ինչ որ կա, այդ մասնագետները խնդիրներ են լուծում ավելի digital product-ների համար, digital ապրանքների համար, թվային ապրանքների մեջ մտնում են կայքեր, հավելվածներ, տարբեր ձայնային ինտերֆեյսներ, հավելյալ իրականության ինտերֆեյսներ, արհեստական բանականության ինտերֆեյսներ եւ այլն, որոնք որ կարան տեսանելի լինեն, կարան լսելի լինեն, կարան աշխատեն մարդու տարբեր զգայարանների հետ, այսինքն դա հպումն է, աչքերն են, ձայնն է, չէ՞, լսողությունն է, բոլոր զգայարանները sense tenants ինչ որ ձև գործակցում են ինտերֆեյսի հետ, որպես ինչ որ այսինքն փաստացի մենք վերցնում ենք թվային product-ներ ու եթե դու դիզայներ ես ու աշխատում ես թվային product-ների հետ, դու շատ սիրուն անուն ես ունենալու, ինչ որ UX, UI, ինչ որ արի բացենք user experience ու user interface կամ product designer ուրիշ նման բաներ կան, title-ներ, հա, interaction designer, եւ այլն։ Փաստացի դու նույն խնդիրներն ես լուծելու, որոնք վերաբերվում են այս կամ այն թվային product-ին։ Ու փաստացի, եթե դու ուզում ես այդ խնդիրները լավ լուծես, դու պլյուս-մինուս նույն process-ներով ես անցնելու։ Ուրիշ դիզայներներ կան աշխարհում, որոնք հիմա Հայաստանում տարածված են եւ պահանջված։ Սախտուն են սարքում։ Սաղ բնակարան են վերանորոգում, շատ պահանջված է ինտերիեր դիզայները։ Ամեն ինչի դիզայներներն էլ պահանջված են, IoT օրինակ տեխնոլոգիաներ կան, որոնք որ հենց hardware-ի դիզայն են անում ու
նաև դրա ինտերֆեյսի դիզայնը ու ելի Հայաստանում արտադրություն ա սկսվել տարբեր տեսակի IoT տեխնոլոգիաների, դրանք արևային պանելներ են, չգիտեմ, խելացի տներ են, խելացի լուսավորություն եւ այլն, դրանց դիզայներների պահանջարկը մի քիչ աճել է։ Այն որ նույնիսկ ես ուզում եմ IoT-ի վրա աշխատեմ, այդտենց հետաքրքիր բան է IoT-ն էլի։ Կարող է սինդրոմը, որ ունեն բոլոր մարդիկ, որոնք թվային պրոդուկտների հետ ինչ որ երկար ժամանակ աշխատել են, ուզում են ձեռով շոշափեներ, ինչը իրենք սարքել են։ Միգուցե իմ բախտը այնքանով է բերել, որ ես դրանից առաջ շոշափելի պրոդուկտների հետ եմ աշխատել, ու կա օրինակ ինդուստրիալ դիզայն գաղափար կամ կոնցեպտ դիզայն գաղափար կամ առաջվա product design-ը, որը հիմա concept design-ը դարել, վերաբերում է հենց ֆիզիկական պրոդուկտների դիզայնին, օրինակ Հայաստանում շատ underestimated կա հենց concept designer-ի ռոլը, դերը, որը այսօր օրինակ տեսած կնես, որ հենց հայկական արտադրության լավ կահույք կա, սիրուն, ասենց ինչ որ հետաքրքիր gadget-ներ տարբեր փորձում ենք ստեղծենք, տարբեր ինչ որ աքսեսուարներ եւ այլն, դրանք product designer-ներն են։ Եթե այդ product-ը մարդու համար խնդիր է լուծելու, ուրեմն այդ product designer-ի գործն է։ Ու այդ շատ underestimated է, որտեղ այդ մարդը ով է դրա դիզայնը անում, ինքը չգիտի, որ ինքը դիզայներ է։ Ինքը արագ խնդիրը լուծում է, բայց ինքը դումար աշխատի։ Ոմանք խզարում են։ Խոսքը ասենք զարդի մասին չի, որտեղ զարդի դիզայնը ուրիշ մասնագիտություն է եւ էլի լիքը լավ մասնագետներ կան, բայց նույնիսկ զարդի դեպքում երբեմն զարդ կա, որը խնդիր է լուծում։ Որն է ամենահավես product design-ի արդյունքը Հայաստանում արտադրված։ Digital Ցանկացած։ Նախ մի հատ փոքրիկ թեորեմ ունեմ, համոզմունք կարելի ասել, որ 90-ականներից ի վեր Հայաստանում մեգա մասշտաբի ոչ մի լավ դիզայն երբևիցե չի արվել, դա կլինի ճարտարապետական ինչ որ դիզայն, դա կլինի արձանի դիզայն, դա կլինի ինչ որ մեկ այլ դիզայն, այսինքն այն ժամանակ երբ որ ասենց որ ասում սովետի վախտով լավ էր, բայց սովետական ժամանակաշրջանում cross functional թմեր էին աշխատում, որոնց մեջ ներգրաված էին դիզայներներ թե ստեղից, թե ասենք սովետի տարբեր երկրներից եւ այլն, ու որ մի գլուխը լավ է, մի քանի գլուխը արդեն հանճարեղ բաներ է ստեղծում, տարբերակով լիքը հանճարեղ բաներ կային։ Դրա պատճառով որ մենք ունենք տենց postmodern ճարտարապետություն։ Ու դրա պատճառով որ մենք հիմա ճարտարապետություն չունենք։ Այսինքն տենց անհատների մակարդակով ինչ որ շատ հետաքրքիր պրոյեկտներ կան, որոնք չեն էլ ինտեգրվում նույնիսկ, ասենք մեր պետության քաղաքների ճարտարապետական տեսքի մեջ, ու ցենց ինչ որ մի հատ, ասենց մի հատ շոշափելի բաներ կան, որ ափսոսում ես, որ այս գաղջի մեջ այդ մի հատը հայտնվել է։ Ոչ թե ուրախանում ես, որ հայտնվել է, այլ ափսոսում ես։ Նույնը վերաբերվում է նաև այլ տարբեր, IT-ն էլ է վերաբերվում։ Երբ որ դու Հայաստանում unicorn ես ստեղծում կամ երբ որ դու Հայաստան ես բերում մի հատ product, որը որ Հայաստանում զարգացնում ես ու ինքը ստանում է օրինակ $20 million investment, ու Հայաստանում այդ product-ը զարգացրել, տեղից 4 հոգանոց դիզայն թիմ, որոնցից 3-ը junior-ներ են, խզարել են այդ product-ը նենց, որ այդ product-ը Figma-ի մակարդակով investment է ստացել, ու նայում ես կողքերդ, կողքիդ օֆիսում մի քանի 100 հոգանոց օֆիսա, բանով, տնօրենը բրիգադիրը, ասում է, այս ժամին եկեք օֆիս, 12 ժամ հետո գնացեք տուն, շաբաթ կիրակի եկեք օֆիս եւ այլն, դու հասկանում ես, որ քո արածը, փոքր արածը ստեղ, որը որ կարող է աշխարհում ոչ մի բան չի նշանակում, բայց տեղի համար նշանակում է, կորում է այդ մթության մեջ։ Դրա համար լիքը մարդիկ է դեմոտիվացվում են։ Մի քիչ շեղվեցի հարցից իրականում, ասեցի որն էր այն ամենալավ արածը, եթե լավ բաներ կան, հա, լիքը լավ բաներ կան։ Վերջում ուղղակի կասես կուկուրուզնիկը ու կանցնենք առաջ։ Ու կուկուրուզնիկը շատ շնորհակալություն։ Բայց լիքը լավ պրոդուկտներ կան, ասեմ որ լիքը լավ պրոդուկտներ կան, որոնց մասին չենք էլ լսել։ Չեմ ուզում իրանց թվարկեմ, անկեղծ ասած, որովհետև համ մի քիչ կորեկտ չի լինի, որտեվ ինչ որ ոմանց կմոռանամ, համ էլ նրանցից շատերը մեր ընկերներն են, քո իմ ընկերներն են, ու մեկին արժե որել, մյուսին արժե զրկելը, այն էլ հանդիսատեսի դեմը այդքան էլ չի։ Դու ցանկացած անուն տուր, մենք հետո կդիմենք գովազդի համար գումար կվերցնենք։ Խնդիր չկա։ Okay։ Ապագային, անցյալից խոսացինք, սովետը նույնիսկ հիշեցինք անսպասելիորեն։ Որոնց ես ու դու չկայինք, ասել։ Հա, մի քանի ամիս կայի ոնց էր։
Եթե մենք վերցնենք արհեստական բանականությունը ու հասկանանք ինչն է ինքը լավացնելու դիզայներների կյանքում, իսկ որտեղ է ամեն ինչ հարամ անելու, քո կարծիքով։ Կարամ sense խառը, բայց փորձեմ հնարավորինս այնպես պատասխան տամ, որը որ առարկայական է, հա, այնպես շեղող չի։ Նախ արհեստական բանականությունը արդեն լիքը բան հարամ արել։ Մարդկանց մոտ ցանկացած ինովացիայից պանիկա է սկսում, ու երբ որ հոսանքն էին սկսել թեստավորել Ռեզերֆորդը սկսել էր առաջի քաղաքը լուսավորել եւ այլն, այնտեղ կարեք ինտերնետում մանգակ գտնեք առաջի մեմերը ու թերթի հրապարակումները, թե ոնց են բոլորը մահացած, հոսանքը սաղին սպանել է եւ այլն, բայց այսօր եթե հիմա ինչ որ մեկ առանց հոսանք ապրում, ասում ենք մեղք է այդ մարդը, էլի։ Ու դե բնականաբար ամեն ինովացիայի թե լավը թե վատը մենք զգալու ենք, մենք հիմա ներկայիս ապրող մարդիկ զգալու ենք, արդեն զգում ենք, լիքը ռոլեր արժեզրկվելու են ու այդ միշտ տենց է եղել, էլի։ Հիմա ուղղակի արագությունն է փոխվել։ Հիմա երկրաչափական արագություն, պրոգրեսիա։ Դիզայնի մեջ լիքը ռոլեր արժեզրկվում են այն ժամանակ, երբ որ ընկերությունը հասնում է այն հասունությանը, որ կարա ավտոմատացնի, այսինքն sense տենեն ցանկացած բիզնես ցկտումը ավելի քիչ ծախսով ավելի շատ եկամուտ ունենա ու ամենահասուն ընկերությունները հենց առաջինն են դա անելու, նույնիսկ այն պարագայում, որ սիրում են ռոպագանդա են անում, որ մենք մարդասեր ենք, մարդակենտրոն ենք, աշխատողը մեր համար ամեն ինչ է եւ այլն, բայց Google-ը մի օրում կդնի մի 200,000 հոգու գործ կանի, հենց այդ ավտոմատացումը տեղի ունեցավ, ու արդեն այդ նախադեպերը կան, չէ՞, այնտեղ Airbnb-ն էր կարծեմ հայտարարել, որ մենք այլևս դիզայնի տարբեր ռոլերի անջատում չունենք։ Մեր դիզայները դիզայներ է, խի, որովհետեւ սաղից նույն բանն ենք ուզելու։ Ստեղ էլ է տենց լինելու։ Հայկական ընկերությունները չեմ հասկանում, դա լավ բան է, թե սկզբից ասիր հարամ է։ Անխուսափելու բան է, հարամ անելու, հարամը գիտես որն է, հարամը տես թուրքական բառ է։ Հարամ անելու նշանակում է, որ ոմանք դրանից տուժելու են։ Ես ու դու չենք տուժելու, մինչև այն պահը, երբ որ ավտոմատացումը հասավ արդեն մեր կարևորությանը ու մեր կարևորությունը արժեզրկվեց։ Ես առաջարկում եմ կոմունիզմ չխաղանք ամեն դեպքում։ Այսինքն խոսանք նրա մասին, ավելի շատ ինչ անել, որ քո կարիերան հարամ չլինի այդ դեպքում։ Այսինքն եթե մենք խոսում ենք, որ մասնագետները քչանալու են, իրանք կարողանալու են ավելի մեծ լայն խնդիրներ լուծել, շատ լավ։ Ինչ ապենց պետք անել, որ մենք այդ դրա ազդեցության տակ հիմա չընկնենք, այլ հակառակը օգտվենք։ Մի հատ կարևոր խորհուրդ, որ հաստատ կարամ տամ ցանկացած կսնակ մարդուս, կսնակ ջուն, միդ, նույնիսկ մակարդակի մարդու, որ ինքը դրանով չի եկել, դրան չի եկել հաս ինքնուրույն, այնա որ sense տենես դու պետք է իմանաս մասնագիտությունը, որ հետո կարողանաս այդ մասնագիտությունը ավտոմատացնես։ Այդ բազան պետք է իմանաս ու փորձն էլ պետք է ունենաս։ Եթե դու չիմանաս ինչ ավտոմատացնես, հավանականությունը որ կգուշակես շատ քիչ է։ Այդ մեկ, երկրորդը sense tenants ամեն ինչ գնում է դեպի առաջ գնում էր դեպի տարանջատում, հիմա գնում է դեպի միացում։ Այսինքն նեղ փոքր մասնագետները պահանջարկ են ունենալու միայն այն մնայուն ոլորտներում, որոնք են չգիտեմ, սնունդի ոլորտը, առևտրի ոլորտը եւ այլն, բայց ու մեկ էլ մենեջերները, որտեղ այդ ամեն ինչը ինչ որ մեկը պետքա կառավարի, որ միջև այն բա, երբ որ այդ արդեն ապոկալիպտիկ վիճակի գան, բայց միջին օղակի աշխատողները, օրինակ ես իմ նման աշխատողները, միակ տարբերակը որպեսզի իրանք գծի վրա մնան, այդ ուղղակի այդ ամեն ինչի տիրապետելն է։ Մեր անդադ կատարելագործումը ժամանակին sense մի հատ բան կար։ Ընտանիքի տղամարդկանց կամ, չգիտեմ, կանանց բանի սերնդեսերունդ փոխանցող արհեստը փոխանցվում էր սերնդեսերունդ, որտեղ դրա պահանջարկը միշտ կար։ Ու դու գիտեիր, որ տղա ես ունենալու դառնալու է քոպես դարբին, որովհետև դարբինը այդ այն մասնագիտությունն է, որը պետք է։ Հետո ինչ որ ժամանակ, ասենք 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած, դառավ, որ քո սերունդը կարա ընտրի մի քանի մասնագիտություններից մեկը։ Չէ՞։ Հիմա ինչ մասնագիտություն էլ ուզում է ընտրի, կան հարակից մասնագիտություններ, որ ինքը պետք է իմանա։ Չէ՞։ Անգլերեն որ ասում են T-shaped, հա, T-shaped, այո։ Ու որը ժամանակ հետո իմ կանխագուշակմամբ լինելու է, որ դու պետք է իմանաս բազան, որը որ AI-ն է, ենթադրենք իր տարբեր tool-set-ով, պլյուս ինչ որ մի բան էլ կողից, որ դառնաս նեղ մասնագետ։ Ոնց եմ տեսնում, ոնց են զարգանում այդ ուղղությունները, առաջ ունեցել ենք I-shaped,
մասնագիտություն դու ունես, ինչ որ մասնագիտություն խորացի, ինչքան կարողանում ես։ Այսինքն lifetime մասնագիտություն է։ Հա, 40 տարի աշխատելու ես խորացի մեջը, ինչքան շատ բան իմանաս այդ մասնագիտությունից, այդքան լավ։ T-shaped-ներ դրանից հետո, որտեղ մենք ունենք մի հատ մասնագիտություն, որտեղ խորանում ենք, եւ հարակից գիտելիքներ, որ պարտավոր ենք իմանալ, ու եթե գործընկերս հիվանդացավ, օրինակ իմ թիմից, ես կարողանամ իր գործը անեմ, ինչ որ կարճ ժամանակով, կամ գոնե հասկանամ ինքը ինչ սկզբունքներ ունի աշխատանքի մեջ, որ նաև հաշվի առնեմ իր մոտեցումները։ Հիմա ոնց որ P-shaped ավելի շատ։ P հունական P տառի նման։ Այսինքն մենք գնալով գնում ենք դեպի նրան, որ գնալով գնում ենք, որ երկու խորացված մասնագիտություն ունենանք։ Ու ոչ միայն, ու այդ քեզ գարանտիա չի տալիս, որ դու ամբողջ կյանքդ դրանով ինքնաբավ ապրելու ես, այդ է հարցը։ Ու անընդհատ փոխվելու է այդ բանը։ Հա, ու մեր հիմա երկու մասնագիտությունը այդ մասն է։ Ես ունեմ երկու մասնագիտություն, դու ունես, ում գիտենք, որ ինչ որ պլյուս-մինուս ակտիվ աշխատում է, ինք ունի երկու մասնագիտություն, հետո հասարակությունը նաև տարանջատել է hard skill-երը soft skill-երից ու որոշ մասնագիտական skill-եր իրանք հիմա soft skill են որպես մեկնաբանում, էլի։ Այսինքն դու այն որ առաջ CV-ի մեջ գրում էին, ես գիտեմ Word, Excel, Corel Draw եւ այլն, հիմա դա soft skill է, էլի դու պետք է ունենաս communication skill-ը։ Վատնորությունն է միջև հիմա գրում են։ Հա, գիտեմ։ Վատնորություն կլներ, որ ասեն միջև հիմա գրում ենք։ Արի մի քիչ անգլերեն որ ասում են down to earth, այսինքն իջնենք հասկանանք դիզայների կարիերան ոնց է կառուցվում։ Սկսենք ամենակարևոր թեմայից, փողից։ Աշխատավարձ թե ինչքան ներդրում պետք է անես։ Չէ, աշխատավարձից, երբ որ դու սկսում ես կարիերան, դառնում ես junior product UI UX interaction designer, ասենք թե։ Այո։ Դու ինչ աշխատավարձից պետք կարաս սկսես Հայաստանում ու միջև որ ինքը կարա հասնի ինչ տեմպերով։ Okay, 150,000 դրամ։ Okay, դրանից սկսում ես։ Եթե դրանից քիչ են տալիս, ելի կարաս համաձայնվես, եթե ապրելու որակի վրա չի ազդում, բայց եթե սկսում ես գոնե այդքանից։ Ինչքան է։ Մեկ էլ ասեմ, որ կա նաև անվճար սկսելը, որը որ internship, գնալ փորձ հավաքել եւ այլն, որ միշտ գովելի է, միշտ պետքա ու առանց դրա չի լինում։ Այդ շատ լավ է, բայց չվճարվող internship-երը գնալով կչանում են, որովհետեւ Շատ լավ է։ տարբերությունը, որը կա ծախսի կազմակերպության տեսանկյունից junior-ի ծախսի եւ senior-ի կամ team lead-ի ծախսի, ինքը քանի որ մի 10-20 անգամ տարբերվում է, junior հայրանելը սովորաբար այդքան ծախս չի, որ դրա վրա էկոնոմիա անես։ Բայց կասես ուր է հասնում ու ինչքան ժամանակում կարա հասնի այդ աշխատավարձը։ Կոնկրետ հենց իմ նեղ մասնագիտականում Քո աշխատավարձը կարաս չբացահայտես։ Հա, չէ, ես պատրաստվել էի։ Բայց իմ նեղ մասնագիտականում, այսինքն product design, UX UI եւ այլն, մինչեւ head եւ որոշ ընկերություններում chief design officer grade-ի հասնելու դեպքում քո աշխատավարձը կարա տատանվի մինչեւ մի քանի միլիոն դրամ բոնուսներով եւ այլն։ Այն պարագայում, որ կան շատ sense մեծ տարբերություններ կախված ընկերության ոլորտից, այսինքն դու կար շատ լավ որակով գործ անես քո մասնագիտության մեջ, քո աշխատավարձը լինի X, բայց ոլորտը հաջողակ ոլորտ լինի, օրինակ, չգիտեմ, iGaming-ը կամ ինչ որ fintech-ը ենթադրենք, որը որ մեծ եկամուտներ ունենում եւ 2x լինի աշխատավարձը նույն qualification-ի դեպքում, իսկ այստեղ քեզ մենակ մնում է մի տեղից թողես գնաս մյուս տեղ, դա լավ չի իրականում, էլի, տենց բալանսավորված չի շատ շուկան։ Բայց պլյուս-մինուս մինչև mid plus grade բալանսավորված է, mid-ից բարձր արդեն որոշակի էքսպերտիզայի հիման վրա աշխատավարձի վերանայում արվում, այսինքն դու կոնկրետ այս ոլորտում, բացի նրանից, որ դու լավ senior մասնագետ ես, դու նաև այս ոլորտում ես senior, թե դու senior մասնագետ ես, եկել դառել ես տեղ mid, օրինակի համար, sense։ Արի մի շատ սուբյեկտիվ բլից անենք, էլի։ Այսինքն տարբերակներ ինչ որ առաջարկեմ, դու արագ ընտրես, բայց սուբյեկտիվ զուտ ինչը դու ես նախընտրում։ Օֆիսային աշխատանք, հեռակա թե հիբրիդ։ Հիբրիդ։ Միջազգային կազմակերպություն թե հայկական։ Հայկական։
միջազգային, չգիտեմ, ես ընդեղել եմ աշխատել, ընդեղել ու երկուսն էլ լավ է։ Մյուս կազմակերպությունը միջազգային է լինելու թե հայկական քո կարիերա։ Մյուս կազմակերպությունը ես բարմեն եմ լինելու։ Հայկական քո բարում։ Ստարտափ թե enterprise։ Ստարտափ միանշանակ։ Ինչի։ Ամենահետաքրքիր environment-ն է, համ աճի համար, համ սովորելու, համ թմում աշխատելու, համ քիչ բյուրոկրատիա, համ ավելի նպատակասլաց մարդիկ, տենց համ էլ արդյունքն է ավելի տեսանելի։ Իսկն դու կարաս շատ վատ ֆեյլ ունենաս, որը էլի բավականին ուժեղ դոֆամին է, կարաս շատ ուժեղ ռայզ ունենաս, որը որ դե հպարտանալու առիթ է, էլի։ Կանխատեսելի միջավայր թե կրեատիվ խաոս։ Կրեատիվ խաոս։ Այն բaragայում, որ ես շատ կանխատեսելի միջավայրներ եմ ստեղծում, բայց կրեատիվ խաոս։ Այսինքն ստեղծում ես կանխատեսելի միջավայր, ինչ որ ընթացքներ, process-ներ ես դիզայնանում։ Design operations ու կարոտում ես քաոսը։ Պահում եմ քաոս այնտեղ, որտեղ հնարավոր է։ Okay։ Ղեկավարը հայ թե արտասահմանցի։ Տարբերություն չկա մշակույթի տեսանկյունից։ Հայ Ավելի մոտ է, ավելի հասկանալի։ Հայերը գիտեն, որ վատագույն դեպքում դուսը կտփես իրենց։ Բայց ես ղեկավարներից հետ իմ բաներն է, որ ես ղեկավարներից հետ երբեք խնդիր չեմ ունեցել, միշտ ոնց որ մի հոսքով ենք շարժվել, դա էլ է հետաքրքիր, որ կուզենայի օրինակ մեր շատ պրոբլեմատիկ ղեկավար ունենայի, որ այդ չկարանայի աշխատեի, որտեղ այդ ավոր շատ բան կսովորացներ էլի, բայց միջազգային այլ ազգի ղեկավարների հետ աշխատելը ոչ թե բարդ է, այլ annoying է երբեմն, որովհետև իրանք ունեն իրանց ֆիքսված մենթալ մոդելը, որ պատկերացնում են դու պետք է աշխատես ու ցանկացած դրանից շեղում իրանց համար անոմալիա է։ Իսկ ստեղ ինքը ասում է սպասի տենա միշտ կրնի։ Okay։ Մենք ունենք հատուկ ռուբրիկա, ինքը կոչվում է cringe։ Հեսա անցնելու ենք cringe հարցերը։ Այո։ Ում հետ մենք քննարկենք cringe-ը, եթե ոչ քեզ հետ Դավիթ։ Իհարկե, այո, cringe-ը դա իմ երկրորդ անունն է։ Հարգելի Դավիթ Cringe Պետանյան։ Քանի անգամ ես դու անկերական լոգո նկարել ընկերներիդ համար։ Ես համարյամիշտ ընկերական եմ լոգոն նկարել։ Շատ լավ, իսկ կայք դիզայներ են։ Ու կայք դիզայն արել։ Եթե ընկերներից փոխ չեմ վերցնում։ Դիմեք Դավիթին, ընկերացեք Դավիթի հետ եւ հետո խնդրեք իրան։ Մեկ շաբաթ առաջ ընկերանաք եւ հետո դիմեք։ Հա, մի քիչ ինչ որ պրիլյուդիա, ինչ որ մի քանի շաբաթ, հետո անցնում ենք արդեն բուն թեմային դիզայն անել։ Իմ մեջի բիզնեսմենը արթնացել է վերջին երևի 4 տարի։ Միջև այդ դու շատ բաներ հկայական կերպար էր։ Հա, էլի տենց ասում էի օգնեմ ձեզ հկան այս բարագայում հասարակական կերպարն է, էլի ոնց որ հկան։ Շատ լավ։ Ոնց ես բարեկամներիդ բացատրում, ինչով ես զբաղվում։ Իմ մոտ հեշտ է դա, որտեվ մեր ընտանիքները, մեր բարեկամների ընտանիքները բոլորը ընդհանրապես մի քանիսն են, շատ չեն։ Եվ պլյուս մինուս բոլորը ինձ սիրել են փոքր վաղտվանից ու այդպես որոշումներից հետ սոլիդար են եղել։ Չեն համարել դավաճանություն, որ դու դասել ես դիզայներ, նկատի։ Cringe-երից են, չէ՞ խոսում։ Ես գնացել եի ուրիշ ինստիտուտ ընդունվել, հետո մերոնք իմացան, որ ուրիշ տեղ եմ ընդունվել։ Այսինքն դիմել bold քայլ է վերս։ Հա, այտենց։ Ու նաև պլանների մեջ եղել է բժիշկ դառնալը, դե բնականաբար իմ չէ, էլի։ Տենց Բայց հետո հասկացամ, որ քո մեջ կա դիզայներ ու դու օրգաններ են հենց այս դասավորելու ոնց դու ես ուզում, ու որոշեցին, որ չարժի։ Այո։ Շատ լավ։ Ամենա անիմաստ սկիլը, որ կարա ունենա դիզայները։ Ես պրովոկացիոն պատասխան ունեմ։ Ասա մենք հետո կկտրենք։ Որ դիզայները։ Product դիզայները։ Հաճախորեն չէ։ Դասեի պունկտուալությունը, բայց product designer-ը ամենաանիմա սկիլը, որ կարող ունենա, այդ նկարելու սկիլն է։ Ընդհանրապես չարժե զրկելով նկարելու սկիլը, որ ես նույնիսկ իմ դասին դիմողներին, երբ որ իմանում եմ, որ իրանք նկարել գիտեն, հորդորում եմ չդիմեն, որովհետև ասում եմ ափսոս է, դուք իրան երբեք չեք օգտագործելու, փակվելու է ձեր ձեռը, էլի ուղղակի։ Գիտակցում ես, չէ՞, որ այս այդ քարտայությունը գնալու է այս ոդքասթի վերնագիր։ Հա, խնդրեմ։ Իդեալ է։ Լրկած պոմիդորներ։
Եվ վերջի cringe հարցը։ Կիսա սոցիալական cringe հարց։ Ոնց է տեն ստացվում, որ դիզայն մասնագիտությունը շատ պոպուլյար է կանանց մոտ, բայց օրինակ Հայաստանում դիզայն ղեկավարների մեծ մասը տղամարդիկ են։ Ուղղեմ քեզ, որ հիմա դա այդ անալիտիկան տենց չի։ Ստատիստիկով հիմա ավելի շատ ղեկավար կանայք են դիզայն մասնագիտության, ու այդ մի քանի պատճառ ունի, նենց պատասխանեմ, որ մաքսիմում ոչ սեքսիստական պատասխան լինի, բայց միանգամից պատասխանեմ։ Նախ կանայք ավելի քիչ պահանջկոտ են salary, ասենք, benefit-ների ու տենց բաների տեսանկյունից, որովհետև պլյուս-մինուս իրենց ընտանիքներում, եթե իրանք ունեն արդեն ձևավորված ընտանիք, իրանք չեն բիլերը փակում կամ իրանք փակում են փոքր մասը։ Այդ հայկական մենթալիտետ, հայկական ընտանիք գաղափար եւ այլն։ Ու իրանք ավելի հեշտ է լիդ սարքելը քիչ աշխատավարձով, այ որ դու ասեիր ոնց է տենց ստացվում, որ տղամարդկանց աշխատավարձը ավելի բարձր է, այդ մի քիչ ավելի ստատիստիկ ճիշտ տվյալ կլներ, էլի, որտեվ lead position-ի տղամարդկանց աշխատավարձը ավելի բարձր է, քան կանանց։ Մի հատ էլ կարաս շոթվես դեպի կամերա, մի քիչ պոմիդորներ։ Շատ է, շնորհակալություն։ Այո, խիա տենց հաստատ մասնագիտական ունակություններից չի։ Այս վստահ ասում եմ, որ Հենց չի, որ իմ հանդիպած product designer տղամարդիկ ավելի ուժեղ մասնագետներ են, քան product, բայց օրինակ ես համոզված եմ, որ մասնագիտություններ կան, որոնք որ նույնիսկ ծանոթություն քաշ տալու հետ կապ չունեն, որտեղ տղամարդիկ իրոք ավելի ուժեղ են, օրինակ խոհարարությունը, բայց մասնագիտությունները կան, որոնք կանայք են ավելի ուժեղ, հա։ Միանշանակ աշխարհը տենց որոշակի սերից կախված բաժանում ունի, անհերքելի տենց է։ Խիա Հայաստանում տղամարդկանց աշխատավարձը ավելի բարձր, որովհետև տղամարդիկ ավելի շատ են վիզ դնում, որ իրենց աշխատավարձը բարձր լինի, դա ես միանշանակ ասում եմ, պնդում եմ բանակցելու հմտության տեսանկյունից։ Միգուցե նաև դրանից է, որ տղամարդկանց աշխատավարձը ավելի շուտ են բարձրացնում, քան կանանց։ Միգուցե եւ դրանից։ Իսկ ֆաունդերների 92%, 82%-ը այս բանի տղամարդիկ են, ու տնօրենների, CEO-ների եւ դիզայն տնօրենների մեծ մասը էլի տղամարդիկ են։ Վերջի տվյալները։ Ինջալոց հպարտանում են ձեր վերլուծություններով, որովհետև երևի դուք չանեիք ոչ մեկ չեն անելու։ Չէ, վերլուծության ամենաուժեղ կողմը այն էր, որ երբ որ մեզ հարցնում էին ոնց ենք մենք շուկան ուսումնասիրել, ինչ մեթոդոլոգիա ենք օգտագործել, ինձ թվում է ոնց էլի շատ cringe պատասխան էր։ Բոլորին զանգել հարցնելը։ Չէ, մենք ուղղակի թվայակել ենք բոլորին։ Որ սովորաբար ոնց են հաշվում, եկեք վերցնենք մի շուկայի 20-30%-ին, իրանց վերլուծենք, հետո կասենք, բայց քանի որ ACA-ը զգալի մասին կրթել է աշխատաշուկայի, մնացածի հետ էլ partnership-ի մեջ է։ Այդ partnership-ի մեջ է, կամ recruitment-ը արել, կամ նման պրոյեկտներ արել, իվենտներ կազմակերպել եւ այլն, բարձրացած որ անոնով գիտենք այդ մարդկանց ինչի համար տանջում ենք, հեսա բոլորին հա կհավաքենք, կհաշվենք ու կասենք քանի տոկոսն է տղամարդ, քանի տոկոսն է կանչում, սա գալիս է։ Նայ, մեր մյուս ռուբրիկան նորմալ է թե նորմալ չի։ Բայց կարեմ վերջում ավելացնեմ, որ ամբողջական ես պատասխանը։ Ու թե եթե իմ թեորեմը ճիշտ է, որ տղամարդիկ ուղղակի ավելի հետևողական են, պահանջատեր են իրենց աշխատավարձերի նկատմամբ, ինչ կարելի անել, որ բերել դա բալանսի, եթե դու ավելի գործ ես անում կամ ավելի սկիլեր ունես, ավելի շատ աշխատավարձ ուզիր։ Դա չամաչել։ Չամաչել չքաշվել ու վերջի դե փողի համար ենք աշխատում։ Չմոռանանք։ Այո։ Շատ լավ։ Մեր մյուս ռուբրիկան նորմալ է թե նորմալ չի։ Եթե տենց հարցը առաջացել, ուրեմն նորմալ չի։ Ուրեմն նորմալ չի։ Հա։ Շատ լավ, ինձ թվում է զգալի մասը կամը նորմալ է լինելու, բայց տեսնենք։ Կապույտ մազը նորմալ է։ Իրոք ակնկալում եք, որ ես կարամ կապույտ մազերի դեմ ինչ-որ բան ունենամ։ Շատ տարածված իրավիճակ, պատվիրատուն ասում է արի մի քիչ գույների հետ խաղանք։ Լավ չեմ հիմնավորել ուրեմն սկզբից։ Նորմալ է թե նորմալ չի ասում։ Նորմալ է։ Նորմալ է։ Հա։ Եվ վերցնում ես ինչ-որ միջազգային օրինակ ու ուղղակի կոպի ես անում։ Շատ նորմալ է։ Շատ նորմալ է։ Վերջի պահին խնդրում են ինչ-որ փոփոխություններ անել դիզայնի մեջ։ Ավճակային ու պրոյեկտից կախված, կարա նորմալ լինի, կարա չէ։ Վերջի պահ չկա էլի ոնց որ եթե deadline ենք դրել տվել ենք, ուրեմն նոր deadline-ը առաջանում։ Որովհետև ամենաանիմաստ սկիլը պունկտուալությունն է։ Այդ product design-ին չի վերաբերվում, որովհետև սերժը այնտեղ ուրիշ բաներով են, մետրիկաներով են աշխատում էլի։ Բայց օրինակ արտիստներին դա վերաբերվում է, որովհետև արտիստից ինչ սպասես, որ դա այսօր պետք է դա, եթե մուսան վաղն է գալ։ Հա։ Я художник, я так вижу։
Այո։ Շատ լավ։ Հարցազրույցների փուլեր ես անցնում, աշխատանքի ես ընդունվում, մեկ էլ գալիս է task-ի փուլ առաջադրանքի, չես տալիս են առաջադրանք, չեն վճարում ու այդ առաջադրանքը 2 ժամից ավել է ժամանակ տանում քեզանից, նորմալ է։ Նայք, նորմալ է։ Որքի է նորմալ, որովհետև քո ընտրությունն է դա կանես թե չես անի ու քո ընտրությունն է այդ ընկերությունում ուզում ես աշխատես թե չէ։ Նորմալ չի, եթե դու ուզում ես աշխատես այն ընկերությունում, որը որ քեզ էքսպլոատացնելու է եւ շահագործելու է առանց պատշաճ կոմպենսացիայի։ Դու դա չես հասկանալու, մինչև այդ task-ը չանես։ Հայո, դու այդ task-ը կանես, ու այդ task-ի վրա կարող դու ունես մի հատ կարևոր դաս խաղես, որը ավելի շատ արժեր, քան այն 10,000 դրամը, որ քեզ կտային այդ task-ը անելու համար։ Եթե քեզ ընկերությունը խնդրում է անվճար task կատարել, դու պետքա կշեռքի նժարների վրա դնես քո ցանկությունը ու իրանց ցանկությունը, եթե win-win է, ուրեմն նորմալ է։ Եթե win-win չի, ես լավ պրակտիկա ունեմ, թե ես, թե ինձ, տարբեր դիզայներներ ասել են, որ կանեմ միայն վճարելու դեպքում։ Ու ես շատ լավ եմ դրան նայում։ Այսինքն հակառակի դեպքում էլ նորմալ է, որ դիզայները պահանջում է, որ իրան դրա համար վճարեն, եթե ինքը այնքան մոտիվացված չի տեղ աշխատել, որ նույնիսկ fail-ի դեպքում ուզում է վճարվի։ Պետք է գտնեմ ինչ-որ մի բան, ինչը նորմալ չի։ Թե չէ հələ որ ամեն ինչ քո համար նորմալ է։ Երբ որ ակնհայտ ուզում եմ ճիշտ բառ ընտրեմ, դու ընտրի կամ ընկեր կամ գրդան։ Գործ ես անում, բայց պատվիրատուն հավանում է ու տենց անցնում է առաջ։ Ես գրդոնի ցանկությամբ եմ դա արել, թե տենց ստացվել է։ Տենց ստացվել է։ Okay, ու ես այնակ շատ ամփորձ դիզայներ եմ։ Ամփորձ դիզայներ ես։ Դե նորմալ է, որտեվ մարդ է էլի, այդքան է կարում անի, պատվիրատուն էլ միգուցե այդքանի համար է վճարել։ Նորմալ չի, երբ որ expectation-ները դու հստակ գիտես ու տալիս ես այն, ինչը որ դրանից շատ ավելի ցածր է, ու պատվիրատուների մեծ մասը այդքան գիտակցություն ու գիտելիք չունեն քո ոլորտում, որ հասկանան, որ սա լավ է թե վատ է։ Այսինքն այդ լավի վատի benchmark-ը հստակ, օրինակ, փորձառու դիզայները նաև լավի վատի որոշակի սահման է քննարկում, որ համեմատելի լինի։ Շատ լավ։ Ես այդքան լավ չեմ ոչ հայերենից, ոչ ժարգոնից, բայց ինձ թվում է դու նկարագրեցի բանը գրդոն բառի նկարագրությունը։ Այսինքն ինչա նշանակում է պերտոնալը։ Նորմալ է։ Խաբելը լավ բան չի։ Եթե խաբում ես ինչ-որ մեկին, այդ լավ չի։ Նաև ինքդ քեզ։ Նաև ինքդ քեզ։ Նորմալ է գեներացնել AI-ով նկարները։ Միշտ պետք է։ Ցանկացած ինտերֆեյսի։ Նորմալ չի, որ կարաս գեներացնես փող ես ծախսում։ Okay, շատ լավ։ Usability testing-ը նորմալ է անցկացնել մենակ թիմում։ Նայած ինչ usability testing-ը, որովհետև թմի testing-ը քեզ ակնհայտ սխալների տեսանկյունից լիքը օգուտ կարա տա։ Okay։ Ոսանց մենք միշտ usability testing-ը թմում անցկացնում ենք, ուզենք թե չուզենք։ Մեկին ցույց տվեցիր, դա արդեն usability testing-ը։ Բայց բավարարվել արժի դրանով։ Նայած product։ Okay։ Պրոդուկտների մեջ նորմալ է անսպասելի պահերին ինչ որ pop-up-ներ շպրտել օգտատիրոջ դեմքին։ Pop-up-ները նորմալ չի։ Նորմալ չի։ Գտանք վերջ։ Հենց այս բանին կան։ Ուզում եք pop-up ցույց տվեք, փոշմանեք։ Ապաշխարեք, pop-up-ները վատ է։ Մենք ավարտում ենք մեր զրույցը ու երկու հարց առանց որի քեզ չեմ կարող բաց թողել։ Առաջինը Եթե վերադառնանք քո կարիերայի սկիզբ, չեղարկենք քո ամբողջ կարիերան, ու դու 0-ից ընտրության հնարավորություն ունենաս։ Ինչ կարիերա ես կառուցելու, ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Կարամ երկար պատասխանեմ։ Հա։ Okay, առաջի բանը, որ իմ համար իմ մոտիվացիայի աղբյուրներից մեկն է այդն է, որ ցանկացած fail, որ իմ կյանքում եղել է կարիերայի մեջ, ինձ ավելի շատ հաջողություն ա բերել։ Այդ օրինաչափությունն է, որը համոզված եմ, որ մենակ ին վրա չի պրոյեկտվում, պրոյեկտվում է բոլորի վրա։ Այսինքն, եթե ես այսօր ընդունված լինեի այն ընկերությունը, որ ինձ reject արեց, այսօր իմ գործերը այդքան լավ չէին լինի։ Ու ես ինձնից այդքան գոչ չելնի որպես մասնագետ։ Երկրորդը այդն է, որ IT-ն իմ համար ժամանակավոր հանգրվան է։ Ու ես ընդհանրապես պլանավորում եմ, որ մի օր ուղղակի դուրս եմ գալու, էլ հետ չեմ նայելու, մտնելս քաղաքականություն։ Ու ոչ էլ քաղաքականություն էլ է իմ համար անցյալ։ Չէ, մտնելու եմ ինչ-որ մի հատ ռուտինային աշխատանք, որը որ մարդկանց օգուտ է տալիս, օրինակ գյուղատնտեսություն կամ ասի բարմեն եմ դառնալու
կամ տենց կարող է հիմա օրինակ արդեն արվեստի ուղղությամբ ենք աշխատում, որը որ շատ ավելի հաճելի է, հետաքրքիր է ու բարոյական է, քան ցանկացած ինչ որ IT չակերտավոր բան, որը որ մարդկանց համար արում, լիքը բաներ, բայց գիտենք, որ արվում է մենակ բիզնեսի համար։ Եվ այդ տեսանկյունից եթե նայենք, միգուցե բժիշկը լավ գաղափար էր։ Հա։ Տենց բայց մի հատ փաստ կա, որ ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում, ոչ մի բանի համար չեմ էլ ամաչում, այդ է, տենց ոնց որ, так что եթե մի հատ էլ ապրեի ու ռիսկ կներ, որ սրանից վատ ալնելու, էլի նույնը կանեի։ Շատ օգտակար մոտեցում է։ Ավելի հանգիստ ես։ Շատ հանգիստ եմ, հա։ Վերջին հարցս։ Երբ որ չեմ ասում եթե, երբ որ հանդիպես Ջոնի Այվին, Apple-ի առաջվա դիզայները, առաջի հարցը ինչ կլինի դիզայները։ Հարցի տեսանկյունից չեմ մտածել, բայց մտածել եմ, որ մի օր տենց մի հատ առիթով որ տնեմ կխոսամ հետ էլի։ Ու դե Ջոնի Այվը բնականաբար իմ համար էլ է ինչ որ լեգենդ որ կալի է։ Արտեմի Լեբեդև չի էլի վсё։ Ինչի կապույտ մասերին դեմ ես։ Չէ։ Բոլորին շահագործելուն եմ դեմ։ Ջոնի Այվին կարծում եմ քեզ այդքան փող ինչի դա պետք է։ Ասես Դավիթը, որը մոտավորապես 5 րոպե առաջ ասես չմոռանանք, որ փողի համար ենք աշխատում։ Հա, բայց դե ինչ որ մի հատ ես օրինակ գիտեմ ինձ ինչքան փող է պետք։ Դրանից ավել պետք չի հաստատ։ Քեզ պետք է այնքան, որ բացես բար։ Այդ մենք արդեն հասկացանք։ Այո, ու արթմարտ։ Շատ շնորհակալություն, իսկ ինչ է արթմարտը թողենք փակագծերից դուրս, որ հետո ինչ որ մի օր ինչ որ մեկը Instagram-ում պատահական հա, տեսնի, թե հասկանա արթմարտը ինչ է։ Վերջում թիով։ Հա, չմոռանաք։ Շնորհակալություն դիտողներին, շնորհակալություն Դավիթ հետաքրքիր զրույցի համար։ Ես ապշած շատ շնորհակալ եմ ու ապշացան, որ համ այսքան սահուն ստացվեց, որովհետև քանի րոպե արդեն զրուցում ենք, համ էլ որ ես կարողացա այսքան խոսալ։ Դու իրականում շատ լավ զրուցակից ես։ Մեկ էլ ապշացեմ քո ձայնի տեմբրի վրա, որովհետև այսքան որ խոսացել ենք, ես տենց թելադրող ու պանչ կոց sense տեմբր քեզնից չի զգացել։ Ես լավ չեմ podcast-ը։ Դու բիզնես թարգի, կոնո podcast։ Մերսի շատ։ Միշտ նոր հանդիպումներ։ Տեսություն։